Պարոն Բեգլարյան, վերջի հանրահավաքից հետո ես ինչքան հասկացա, կառավարությունից որևէ արձագանք չկա ձեր պահանջներին։ Էական բովանդակային արձագանք դեռևս չկա, բայց խոստացել են 7-օրյա ժամկետում պահանջագրի արձագանքել, այսինքն մենք երբ տարել ենք կառավարություն հանձնել, իրենք այդ ժամանակ են տեղեկացրել, բայց բովանդակային առումով ոչ։ Հիմա տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվում։ 070 կոդով անձնագիրը ասում են դա Հայաստանի անձնագիր չի, այսինքն եթե դա Հայաստանի անձնագիր չի, պայմանական ընդունենք, ուրեմն պիտի արցախցիներին տան փախստականի կարգավիճակ։ Բայց արցախցիներին փախստականի կարգավիճակը չեն տալիս, որովհետև այդ դեպքում պետքա տրամադրեն նաև այն արտոնությունները, ինչ որ հասնում է փախստականի կարգավիճակին։ Հիմա այս կառավարության այս քաղաքականությունը ինչպես կգնահատեք։ Իրականում ըստ էության փախստականի կարգավիճակ են տվել։ Ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձի կարգավիճակը փախստականի կարգավիճակ է։ Եվ այդ առումով իրենք ունեն այդ պարտավորությունները, բայց այստեղ խնդիրն այլ է։ Գլխավոր հիմնարար կամ սկզբունքային հարցն այն է, որ մեզ դիտարկում են եւ վերաբերվում են որպես սովորական փախստական։ Ոչ մի տարբերություն մեր միջև եւ որևէ այլ կոնֆլիկտային տարածքից եկած ոչ էթնիկ հայի միջև։ Դա կլինի Աֆրիկայի կոնֆլիկտներից փախած, դա կլինի քրդեր, որոնք Թուրքիայից են փախել Հայաստան-Թուրքիա սահմանը անցել մտել Հայաստան, նրանք ովքեր ստացել են փախստականի կարգավիճակ, նույն կարգավիճակը ունեն ինչ որ մենք եւ նույն պարտավորությունները ունի Հայաստանի Հանրապետությունը իրենց հանդեպ, ինչ որ մեր հանդեպ։ Էլ չենք խոսում, որ մենք իրականում քաղաքացի ենք եւ եղել ենք քաղաքացի, էլ չեմ խոսում, որ մենք էթնիկ հայ ենք, էլ չեմ խոսում, որ Հայաստանի Հանրապետության ձախողումների հետևանքով ենք մենք բռնի տեղահանվել իշխանությունների ձախողումների եւ Հայաստանի Հանրապետությունը մշտապես եղել է մեր անվտանգության երաշխավորը ու բազմաթիվ այլ հանգամանքներ, որոնք տարբերվում են։ Դրա համար լավագույն կարգավիճակը կլիներ, որ մենք մնայինք ՀՀ քաղաքացի, ուղղակի օրենքներում համապատասխան փոփոխություններ անեին եւ մեզ տային առանձնահատուկ կարգավիճակ, որը կարող էր կոչվել օրինակ բռնի տեղահանված անձի կարգավիճակ եւ որից բխող արդեն արտոնությունները, պետության պարտավորությունները կարող էին ձևակերպվել առանց զրկելու մեզ քաղաքացու իրավունքներից եւ պարտավորություններից։ Լավագույն կարգավիճակը կլիներ, եթե դուք լինեիք ձեր բնակարաններում, Արցախում, մեր բոլորիս ընդհանուր հայրենիքում։ Լավագույնը կլիներ, որ իշխանությունները իրենց ստանձնած պարտավորություններից չխուսափեին եւ Հայաստանը մնար Արցախի անվտանգության երաշխավորը, արդյունքում մենք կլինեինք Արցախում։ Պարոն Բեգլարյան, հիմա տեսեք, Արցախից բռնի տեղահանվածների գլխավոր երազանքը Արցախ վերադառնալն է։ Այո։ Դա տեսլականը, եկեք այդպես ասենք։ Տեսլականը։ Եվ երկրորդը հիմա այստեղ քննարկվում է նաև Հայաստանում բնակարանների եւ այլն տրամադրման հարցը, որը շատ նորմալ է եւ իրոք արցախցին պետք է ապրի արժանապատիվ։ Բայց այստեղ մի փոքրիկ ներբություն չկա արդյոք, որ եթե ասենք պատկերացնենք մի պահ, որ Հայաստանի իշխանությունները, կառավարությունը այդ բոլոր պահանջները կատարում են եւ արցախցին այստեղ Հայաստանում արժանապատիվ ապրում է։ Այդ դեպքում Արցախ վերադառնալու տեսլականը չի խամրի։ Այք այդտեղ իրոք խնդիր կա, դրա համար կան լուծումներ։ Մենք ի սկզբանե առաջարկում ենք հիմա էլ լավագույն տարբերակն է, երբ մենք բռնի տեղահանվել ենք բնականաբար, դրանից հետո, որ մենք Հայաստանի Հանրապետությունում ունենայինք համայնքային կոմպակտ բնակեցում։ Շրջան առ շրջան կամ ամբողջ Արցախի բնակչություն, թեկուզ եւ մեկ մարզում մեծ բնակավայր կառուցվեր կամ մի քանի բնակավայր եւ մենք այնտեղ ապրեինք, իհարկե ոչ գետոյացված, կարող էր որոշակի հարաբերակցությամբ նաեւ ոչ արցախցիներ լինեն, եթե դա չկա, մյուս տարբերակն այն է, որ մենք ուղղակի ուզում ենք կայուն եւ արժանապատիվ բնակություն Հայաստանի Հանրապետությունում մինչև մեր վերադարձը, պետք չէ սեփականության իրավունքով տալ, պետք չէ, չգիտեմ, այլ
բաներ խոստանալ եւ այլն, բայց քանի որ մենք չգիտենք երբ մենք կարող ենք վերադառնալ, մենք ասում ենք թող լինի այնպիսի կայուն արժանապատիվ կեցություն մեր մայր հայրենիքում, որ մենք կարողանանք ոչ միայն այստեղ մեր ինքնությունն ու իրավունքները պաշտպանել, այլ նաեւ օգտակար լինել մեր մայր հայրենիքին, որպես ներուժ, որովհետև մենք ոչ թե սոցիալական խումբ ենք, այլ մենք նույն ինքնությունը ունեցող, նույն քաղաքացիությունը ունեցող, երբեմն նույնիսկ ավելի շատ պատասխանատվություն զգացող հայեր ենք ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, որոնք պատրաստ են ծաղկեցնել, զորացնել, զարգացնել Հայաստանի Հանրապետությունը, նաև հանուն այն տեսնականի, որ մենք նշեցինք, որ պետք է վերադառնանք Արցախ, որովհետև մենք գիտենք, որ Արցախ վերադարձը եւ Արցախի վերադարձը հնարավոր է միայն ուժեղ եւ զարգացած Հայաստանի Հանրապետության միջոցով։ Շնորհակալություն։ Դες նույնպես։